հետքը բազմիցս անդրադարձել է կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրներին։ Այս անգամ այցելեցինք Լոռու մարզի Աքորի գյուղը։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են շուրջ 300 աշակերտ։ Բայց կան նաև աղքատ ընտանիքների երեխաներ, որոնք հնարավորություն չունեն դպրոց հաճախելու։ Ոչ մի պետական կառույց փաստորեն չի էլ հետաքրքրվում այդ երեխաների ճակատագրով։ Նրանց մանկությունը խեղված է, ապագան անորոշ։ Աքորի գյուղի ճամփից դուրս այս լքված տնակում են ապրում Ռոզան Կիրակոսյանը և նրա 5 զավակները։ Ամուսինը մահացել է 5 տարի առաջ։ Մեծ աղջիկն ամուսնացել է և ապրում է առանձին։ 5 հոգանոց ընտանիքի եկամտի միակ աղբյուրը հողամասն է, որտեղ կարողանում են կարտոֆիլ աճեցնել։ Դա նրանց հիմնական ուտելիքն է։ Երեխեքը երբեմն դպրոց չեն գնում կամ վատ են գնում, ի՞նչն է պատճառը։ Այն է պատճառը, որ հնարավորություն չունեմ։ Եթե հնարավորություն ունենամ, մեկ կոշիկը չլում, մեկ շորը չլում, մեկ չեմ կարում, ասենք, հիվանդանում են շուշուտես դոմիկում, հնարավորություն չեմ ունենում շոր ու կոշիկը հասցնեմ, առնեմ, որ ուղարկեմ իրանց նորմալ դասի։ Տղաներից մեկը Հովանեսը պետքա գնա դպրոց, խի չի գնում։ Հովանեսը ոնց շոր ունի, ոնց կոշիկն ունի, որ անգամ հիմա երևի նա որ ասել են ամանչումա որ գա, որ նա հակի շորերը տենակ դուք, ամանչումա որ այդ շորերով ներկայանա։ 15-ամյա Հովանեսը կիսատ պռատ հաճախել է դպրոց, մինչև 8-րդ դասարան։ Հիմա նա միակ աշխատող տղամարդն է ընտանիքում։ Սովորելու ժամանակ չունի, ստիպված է ամբողջ օրը զբաղվել տան գործերով։ Դե փայտիա գնում, փայտա բերում, որ կարեն անկորը ուրի գույն այս դոմիկը տակասնենք, ես էլ հավաքովի դոմիկա շատ ցուրտ տալում, որ եթե անգամ պեչկը հանգչումա տանանկյունումը եղիմա դնում, ջուրը դոմիկի մեջ սարճումա։ Սաղ ձմեր գնացել ենք մենք մեր բաղիցը ծառեր կան շատ տնկած, հանել ենք, բերեք կտոր է, որ վառել ենք, յոլա գնացել։ Դրեկտորն ինձ 2 օր առաջ ասում է ուղարկի, ասում եմ ինչով ուղարկեմ, ես չեմ ու դու ես, ես ոնց շոր ունի մրեխեն հագին, ոնց սվիտեր ունի, ոնց շալվար ունի, ոնց կոշիկ ունի, ես տկլոր երեխին պտրտորած, ոնց ուղարկեմ դասի։ Հովիկ, ամբողջ օր ինչ ես անում։ Հետ եմ գնում, տրնային, տան գործերով, բաղչեսն եմ զարմար հանում, արմատը հանանում, որ բերենք վառենք։ Դու դպրոց խի չուզեցիր գնաս, պատճառը որն է, ասենք։ Շոր ու կոշիկ չունեմ։ Գնալու համար, հա։ Հա։ Բայց որ ունի կգնաս։ Հա։ Եթե շոր ու կոշիկ ունենայի կգնայի։ Ուզում ես ինչ-որ բան սովորես, ինչ էր ուզում դառնալ։ Ուզում եի ավտոդպրոց գնալ։ Հիմա չես կարող գնաս։ Չէ։ Ինչի։ 8 վկայական չունեմ։ Դասերից բացակայելու համար դպրոցի տնօրենը զրկել է Հովանեսին քննություն հանձնելու իրավունքից։ Դասատպեքերը չուզեցին, որ գանք 8-ի քննությանը մասնագծեն, որ գույնա երեխաներ են 8-ի վկայական ունենան, իրանց համար գնան միտեղ սովորելու, էդ էլ չարին։ World Vision բարեգործական կազմակերպությունը, որը զբաղվում է աղքատ ընտանիքների երեխաների խնդիրներով, նույնպես արձանագրում է կրթությունից դուրս մնացած երեխաների ահագնացող աճը։ Կրթությունից դուրս մնացող երեխաների հարցը բավականին լուրջ է կանգնած մեր երկրում այսօր, որովհետև տարեց տարի հիմնական կրթությունում ներառված երեխաների մասնաբաժինը նվազում է։ Երբ որ 99 թվականի տվյալներն ենք նայում, մենք այն ժամանակ ունեինք մոտ 98.3%, եթե ոչ ավել, ընդգրկվածություն դպրոցական համակարգում։ Այսօր մեր մակարդակը իջել է մինչև 91%-ի։ Այսինքն արդեն նկատվում է, որ կան երեխաներ, որոնք կրթությունից դուրս են մնացել։ Փաստացի գրանցված են դպրոցում,
բայց իրականում դպրոց չեն հաճախում։ Եվ դրա պատճառը հենց ընտանիքի սոցիալական պայմաններն են, կամ ես ավելի շատ մեղքը կդնեի ծնողների վրա այն առումով, որ իրենք ուղղակի չեն արժևորում իրենց երեխաների կրթությունը։ Օրինակ մենք Ստեփանավանում ունեինք բացահայտված դեպքեր, որ առնվազն 20 երեխաներ ուղղակի ծնողները նպատակը չեն գտնում, որ իրենց երեխաները գնան դպրոց։ Թեև դպրոցը ինքը շահագրգռված է, որտեղ աշակերտ թվով ֆինանսավորման դեպքում դպրոցին համայնքին պետք է ինչքան հնարավոր է համայնքի բոլոր երեխաները ներգրաված լինեն։ Աքորեցի այս ընտանիքի հիմնական խնդիրն աղքատությունն է։ Սակայն մոր եւ անչափահաս երեխաների կարծիքով դպրոցի տնօրինությունը նրանց արհամարել է, չի ցուցաբերել տարրական մարդկային ուշադրություն։ Մեզպես ընտանիքներին ոնչ հաշվի են առնում, ոնչ էլ օգնում են, ոնչ էլ սովորեցնում են։ Այսքան վաղ ստեղ եմ 25 տարի այս գյուղում, հարս եմ ապրում, դոմիկում ապրում եմ, ես չտեսած չեմ 7 երեխա եմ ուղարկել դասի, ես չեմ տեղած, որ իմ երեխին ոնց որ պետք գնա նայեն։ Բա դա դպրոց, հա։ Կարինե, դու ասին լավ ես սովորել, հա, դպրոցում ոնց ես սովորել։ Դե ես իմ ուժերով սովորել եմ։ Դասատվեքերն օգնել չեն, իմ ուժերով ես սովորել եմ։ Իսկ դպրոցում չեն փորձում սովորացնել դասատուները բան։ Դասատուները սովորացնում են, բայց լավ ընտանիքի։ Դու կատ ընտանիքին ետևում չեն։ Մեկին նայում են, այն մնացածին նայում չեն։ Հարուստն ավելի լավ են նայում, քան մեզ։ Մեր վրա այդքան ուշադրություն չեն դարձնում, ինչքան հարուստուն։ Մեզ առաջ երկրորդ դասանից գիրք չէին տվել։ Այս որ 8 ավարտեցինք, այդ վաղ մեզ գիրք տվին, ասին դուք կսովորեք։ Բայց դե արդեն ուշ է լավ։ Դուք գիրք չեք ունեցել, այդքան սովորել եք։ Ոչ։ Մեզ առաջ երրորդ դասանի, երկրորդ դասանի գրքեր տային, դուք քլեք իմ տեղը չեք նեղվի։ Ընդհանրապես ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքին ծրի է, բայց նրանք մեզանի փող էին վերնում։ Մեր դասղեկը մեր հանդեպ շատ թույլ էր, մեզ չնայեր վապ։ Այն մնացած երեխանց հետ էր զբաղվում, մեզ ուշադրություն չէր դարձնում։ Ես էլ նեղում էի ու չէի սովորում։ Երեխաներից ամենափոքրը Ազնիվն է, երկրորդ դասարանցի։ Սակայն նա էլ հազիվ է ճանաչում տառերը, կարդալ չգիտի։ Տանը ոչ ոք չի պարապում նրա հետ դասերը, ոչ էլ դպրոցում են առանձնապես մտահոգված երեխայի կրթությամբ։ Որ ասեմ կարդում չեն, տառը չեն ճանաչում են։ Թույլ են սովորում, բայց սովորում են։ Տառը ճանաչում են, կարդում են։ Շատ հոգս ունեմ, հիվանդ եմ, անառողջ եմ, չեմ կարում, որ ամեն րոպե ես երեխաներով զբաղվեմ, բայց իրան էլ չեն հետևում դպրոցում։ Դասատվին հարցնում ես, ասում է, տետր երկուղարկես։ Ես անգամ տետրի կոպեկ էլ չունեմ, ես չգիտեմ այդ խանութներում որ մեկի պարտ կտամ, որ ես իմ ռեխիմ արկայենամ 2 տետր առնում իմ ռեխեն դասի գնա։ Համայնքի ղեկավարը եւ դպրոցի տնօրենը, որոնք տեղյակ են, որ համայնքում նման երեխա կա եւ դպրոցը հասակ երեխա կա, պետք է նրան անպայման ներգրավեն հանրակրթություն։ Բայց խնդիրը հետեւյալն է, որ հանրակրթություն ներգրավում է միայն ծնողի դիմումի հիման վրա, համապատասխան դպրոց ընդունվում է երեխան։ Եվ եթե ծնողը անբարեխիղճ ծնող է եւ ցանկություն ունի երեխային դպրոց տանելու, բնականաբար դպրոցի տնօրենը, համայնքի ղեկավարը համապատասխան աշխատանք պետք է իրականացնեն, որպեսզի համոզեն ծնողին, որ դու երեխային զրկում ես նրա հիմնական իրավունքից, այսինքն կրթություն ստանալու իրավունքից, եւ երեխան պետք է գնա դպրոց։ Բայց եթե ծնողը շարունակում է երեխային դպրոց չտանել, միակ մեխանիզմը օրենքով սահմանված կարգով դա նա է, որ դատական կարգով նման ծնողին զրկեն ծնողական իրավունքներից եւ երեխային ներգրավեն կրթություն, հանրակրթություն եւ շարունակի կրթությունը իր իրավունքները վերականգնեն երեխայի։ Դժվար է հավատալ, որ աքորեցի այս երեխաների դպրոց չգնալու պատճառը նրանց մայրն է, որ ամուսնու մահից հետո ճգնելով փորձում է կերակրել ընտանիքը։ Եվ միակ լուծումը, պարզվում է, նրան ծնողական իրավունքից զրկելն է։ Այն իրավունքից, որը նա արդեն իզորու չէ իրականացնել չափահասության տարիքը հատող իր երեխաների նկատմամբ։ Բա դու որպես արդեն տղամարդ ես դառնում, էլի, այս սրանից դուրս գալու ելքը ոնց ես տեսնում, ասենք դու քո ապագան ոնց հավնելու։ Չգիտեմ։
Հիմա ավարտել ես, ինչ ես անելու։ 8-ը ավարտել ես, ինչ ես ուզում անել։ Չգիտեմ, ինչն ասած։ Այսօրվա օրենսդրության եւ այսպես ասեմ որոշակիորեն սահմանված մարմինը, որը որ ուղղակիորեն պատասխանատվություն է կրում այս հարցի վերաբերյալ, դա համայնքներում խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն են, որոնք իրենց հերթին պետք է իրենց համայնքներում անեն բացահայտումներ, գտնեն այդպիսի խոցել երեխաներ, ուղղորդեն դեպի մարզային կանանց ընտանիքի եւ երեխաների բաժիններ, որոնք յուրաքանչյուր մարզպետարանում են գտնվում եւ նրանք իրականացնեն համապատասխան միջոցառումներ այս խնդիրը լուծելու համար։ Սակայն նույն խնամակալության եւ հոգաբարձության մարմինը այսօր որևիցե կերպ չի չվճարվող կազմակերպություն է եւ ըստ նրա կանոնադրության նա, այսինքն ըստ էության հայեցողական բնույթ է կրում, թեև նրա վրա դրված է պետության կողմից կանոնադրությամբ հստակ ուրեմն գործառույթներ այս ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար։ Հիմնականում դրանք ուրեմն խումբ է կազմված գյուղապետից եւ մի շարք, ասենք, լինում է դպրոցի ուսուցիչ եւ այլն եւ ենթադրվում է ըստ կանոնադրության, որ նա կարող է ունենալ սոցիալական աշխատող։ Եվ սա այն հիմնական խնդիրներից մեկն է, որի վերաբերյալ World Vision-ը բազմիցս խոսում է եւ պայքարում այդ ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր համայնք ունենա գոնե մեկական սոցիալական աշխատող, որպեսզի լինի պետության կողմից ինչ որ կերպ ֆինանսավորվող հաստիկ համայնքներում, որպեսզի կարողանա իրականացնել այդ գործառույթները։ World Vision կազմակերպությունն իր միջոցներով վերապատրաստել է ավելի քան 200 սոցիալական աշխատող, որոնք աշխատում են մի քանի համայնքներում տարբեր ծրագրերով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն համայնքներում, որտեղ կան World Vision-ի սոցիալական աշխատողները, ավելի շատ են հայտնաբերվում կրթությունից դուրս մնացած երեխաներ։ Մեր ծրագրերի շրջանակում, երբ մենք աջակցում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների ներառմանը հանրակրթություն, մենք 2 տարվա ընթացքում հայտնաբերել ենք 73 երեխաների, որոնք դուրս էին մնացել կրթությունից եւ լուրջ աշխատանք տանելով այդ երեխաների հետ օգնել ենք, որ նրանք ներառվեն հանրակրթություն։ Վստահաբար կարելի է ասել, որ տեղական ինքնակառավարման մարմիններին կից գործող խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովները ձևական մարմիններ են, որոնց չվարձատրվող անդամները չունեն որևէ խթան այս գործը պատշաճ կատարելու համար։ Ավելորդ է նշել նաև նրանց լիակատար կախվածությունը համայնքի ղեկավարից։ Այս վերջին հանգամանքն էլ բացատրում է վիճակագրական տվյալների անհամաձայնությունն ու խառնաշփոթը, որով համայնքի ղեկավարները փորձում են թաքցնել կրթությունից դուրս մնացած երեխաների իրական թվաքանակը։ Օրինակ 2010-11 ուսումնական տարում դպրոցից դուրս մնացած կամ ուսումը կիսատ թողած աշակերտների թիվը Գեղարքունիքի մարզում ըստ մարզային ղեկավարների եւ կրթության ու գիտության նախարարության կազմում է 0։ Սակայն ազգային վիճակագրության ծառայությունն ու կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը նույն մարզում ցույց էին տալիս կրթությունից դուրս մնացած 106 երեխա։ Քանի որ մենք տեղեկատվությունը անմիջապես ստանում ենք դպրոցից եւ մենք իրավունք էլ չունենք փոփոխություն անելու տեղեկատվության մեջ, շատ դեպքերում կարող են լինել դեպքեր, երբ որ տնօրենը չհասկանալով լրացնում է որոշակի։ Իհարկե մեր մասնագետները փորձում են անընդհատ կապի մեջ լինել, պարզաբանումներ տալ եւ ստուգել, որպեսզի ճիշտ լրացվի, առավելապես ճիշտ լրացվի, բայց բնականաբար որոշակի շեղումներ կարող են լինել։ Իրականությունն այն է, որ եթե նույնիսկ պետական գերատեսչությունները գործեն համաձայնեցված եւ խուսափեն վիճակագրական շեղումներից, Աքորեցի այս ընտանիքը միևնույնն է չի կարողանալու լուծել իր հիմնական խնդիրը՝ աղքատությունը, որը ստիպում է անչափահաս երեխաներին կրթություն ստանալու փոխարեն ամենօրյա աշխատանքով մի կերպ պահպանել ընտանիքի ֆիզիկական գոյությունը։